Փոխել միայն սեփական ուժով եւ խելքով վարչապետը կոչով դիմել է ամբողջ սփյուռքահայությանը, բոլոր նրանց, որոնք անտարբեր չեն Հայաստանի ապագայի հանդեպ։ Մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը եւ այսօրվա մարտահրավերները պարտավորեցնում են մեզ լինել խելացի եւ խելացի օգտագործել մեր մրցակցային առավելությունները։ Մեր հարստությունն այսօր որոշվում է ոչ թե նավթով ու գազով, այլ Հայաստանի, Սփյուռքի եւ Արցախի խելացի մարդկային ներուժով։ Հայրենասեր թիմ, կամք, խելացի կառավարում եւ ծրագրեր։ Կարեն Կարապետյանը ներկայացրել է փոփոխությունների բանաձևը, որի կիրառումը կստեղծի որակապես նոր միջավայր։ Վարչապետը հրավիրում է բոլորին՝ կառավարիչներ, մշակութային գործիչներ, կրթության եւ գիտության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող հայազգի դեմքեր, մասնակցել բարեփոխումներին։ Այդպես նրանք Հայաստան կբերեն կառավարման նոր մշակույթ։ Չօգտագործել Սփյուռքի ներուժը նշանակում է լինել եսակենտրոն ու ներփակված, չտրամադրել Սփյուռքում առկա առաջադեմ միտքը մեր գործընկերներին, երիտասարդներին եւ ուսանողներին նշանակում է լինել անարդյունավետ այսօրվա արագ փոփոխվող աշխարհում։ Սփյուռքի մշակույթը պետք է նկատելի լինի մեր կյանքում, յուրաքանչյուր շփում մեր հայրենակիցների հետ վստահ եմ նոր լիցք եւ ոգեվորություն կհաղորդի մեզ, որի արժեքորումը գուցե հաշվարկելի չէ, բայց արդյունքը միանշանակ կարող է բերել աշխարհայացքի փոփոխության, արժեհամակարգերի նկատմամբ հանդուրժողականության, կառավարման ու աշխատանքի արդյունավետության բարձրացման։ Վարչապետը վստահ է, որ յուրաքանչյուր հայ անելիք ունի այս ճանապարհին, անկախ ապրելու վայրից, կուսակցական պատկանելությունից եւ սոցիալական դիրքից։ Նելի Հարությունյան, ժամը լրատվական։